Բարի երեկո, եթերում է Ազատության լրատվական կենտրոնը, դիտեք այս ծրագրում։ Քննչականը պնդում է, որ 3 մահացած զինծառայողը նախնական տվյալներով ինքն է ամրակցված զենքով կրակոց արձակել գլխին։ Քրեական գործ է հարուցվել, բայց պարզ չէ ինչ հոդվածով կամ կան արդյոք արդեն ձերբակալվածներ եւ մեղադրյալներ։ Լուսավոր Հայաստանը ընտրություններին մասնակցելու է եւ ընդդիմադիր դաշտում դաշնակիցները փնտրում միասնաբար հանդես գալու համար։ Խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը ընտրությունների օրը պարտվում է։ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին նոր քննադատություն կա, պարտավոր է, բայց չի հրավիրում ազգային եկեղեցական ժողով, կանոնադրություն չի ընդունում։ Էջմիածնից հակադարձում են, կանոններ ունեն, իսկ դրանք բարեփոխող հանձնախմբերի աշխատանքը խաթարված է կալանավորումների պատճառով։ Ասես տղաներ, գալիս են բոլորի երազանքներ իրականացնելու։ Որ ընտանիքներն են տնօրինում Հայաստանի տնտեսության զգալի մասը։ Հիմա բիզնեսմեն եմ։ Բելարուսում քաղբանտարկյալներ են ազատ արձակվել, այդ թվում Բելարուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան եւ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին։ Զինծառայող Սմբատ Մհեդի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տվյալների զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել, այդ մասին հայտնում է քննչական կոմիտեն։ Իրավապահները սակայն լռում են մյուս հանգամանքների մասին, պարզ չէ ինչն է դրդել զինվորին այս քայլին կամ կան արդյոք ձերբակալվածներ ու մեղադրյալներ։ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ ժամը 16-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայողի դին հրազենային վնասվածքով։ Կարծես թե իրականում այս վարքագծով վերադարձ է նախկինում այդ հայտնի մոտեցմանը, պաշտպանական գերատեսչության քննչական մարմինների դեպքի մասին չհայտնելու, կոծկելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա մասին լրատվամիջոցներով կամ հասարակական կազմակերպությունների տվյալներով հրապարակում չի իրականացվում, որևէ հղում չի կատարվում, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է, ամենայն դեպս այս պահին ես չեմ տեսել նման տեղեկատվություն, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը։ Բազմիցս անդրադարձել ենք հենց զինված ուժերում սպա հոգեբանի ինստիտուտի կայացմանը։ Հիմնականում այն զորամասերը, որտեղ չկան սպա հոգեբաններ, այնտեղ ավելի շատ են միջանձնային այդ հարաբերությունների խնդիրները եւ հետեւաբար նաեւ ինքնասպանության գործերի եւ ինքնասպանության խնդիրները։ 2025 թվականի այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով սա արդեն 17-րդ դեպքն էր մահվան եւ որպես ինքնասպանություն, եթե ենթադրենք, որ իրականում աշաթավանական է, որ հենց ինքնասպանությունը որակվելու է դեպքը, սա արդեն 4-րդ դեպքն է եւ որպես սպանություն որակված դեպքեր ունենք նաեւ եւս 2 դեպք։ Այսինքն ընդհանուր առմամբ այս տարվա բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Մինչ հայաստանյան ներքաղաքական թեմաներին անդրադառնալը նախ միջազգային լրահոսի գլխավոր իրադարձության մասին։ Այսօր ԱՄՆ նախագահի բանագնացի հետ հանդիպումից հետո Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 123 քաղբանտարկյալների է ազատ արձակել, նրանց թվում են խաղաղության Նոբելյան դափնեկիր Ալես Բելյացկին, նախագահի նախկին թեկնածու Լուկաշենկոյի մրցակից Վիկտոր Բաբարիկոն, նրա շտաբի ղեկավար Մարիա Կոլեսնիկովան։ Այս պահին հայտնի տվյալներով բանտարկյալների մի մասը տեղափոխվում է Լիտվա, իսկ մյուս մասը Ուկրաինա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ազատ արձակված բանտարկյալների թվում 5 ուկրաինացի կա, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոնին նրանց ազատ արձակմանը նպաստելու համար։ Բելարուսի ավտոկրատ նախագահի աշխատակազմի կողմից վարվող տելեգրամալիքը հայտնել է, որ ներում ստացածները տարբեր երկրներից էին եւ դատապարտվել էին լրտեսության, ահաբեկչության եւ ծայրահեղականության հանցագործությունների համար։ Գործարքը կայացել է Բելարուսի արդյունաբերության նկատմամբ, կայլումի արդյունաբերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Նախագահ Թրամփի հրահանգով Միացյալ Նահանգները կվերացնի բելարուսական կալյումի նկատմամբ պատժամիջոցները։ Կարծում եմ, դա շատ լավ քայլ է Միացյալ Նահանգների համար, դա լավ քայլ կլինի նաև Բելարուս ժողովրդի համար։ Մենք հիմա վերացնում ենք այդ պատժամիջոցները։
Ամերիկայի եւ Բելարուսի նախորդ բանակցություններից հետո Լուկաշենկոն 52 քաղբանտարկյալի էր ազատ արձակել, այդ թվում ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկուն եւ Ազատություն ռադիոկայանի բելարուսական ծառայության լրագրող Իհար Լոսիկին։ Բելարուսի բանտերում ավելի քան 1100 մարդ է պահվում, որոնց իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալ են համարում։ Վերադառնանք Հայաստան։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու է։ Այսօր համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկեց արդեն իսկ սկսել նախապատրաստվել այդ ընտրություններին եւ հայտարարեց, որ համագործակցության ձևաչափեր են փնտրում ընդդիմադիր դաշտում։ Մարուքյանի կարծիքով առանձին կուսակցություններով մասնակցությունը ընդդիմության համար ավելի քիչ արդյունավետ կլինի, քան խոշոր դաշինքներով ներկայանալը։ Բայց թե որ ուժերի հետ են քննարկելու դաշինք կազմելու հավանականությունը կուսակցությունից դեռ չեն հայտնում, սկզբունքորեն պատրաստ են քննարկել բոլորին իշխող քաղաքացիական պայմանագրից բացի։ Լուսավոր Հայաստանը բանակցություններ է սկսում խորհրդարանական ընտրություններին մեծ դաշինքով մասնակցելու օրակարգով։ Այսօրվա համագումարում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզ, որով ընդդիմադիր դաշտը կարող է, ինչպես ինքը ձևակերպեց վարչապետ Փաշինյանին, ուղարկել թոշակի։ Առաջին հերթին ասած անհրաժեշտ է համախմբում։ Ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ։ Խոշոր բևեռներ։ Եվ ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով։ Որքան խոշոր, այնքան լավ։ Ընդդիմադիր դաշտի մյուս խնդիրն ըստ Մարուքյանի ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելն է։ Նա անհիմն է համարում տարբեր ՔՊԱ-ականների այն պնդումները, թե իշխող ուժը 26-ի ընտրություններին 50%-ից ավելի քվե կստանա։ Պնդեց, ընտրողների 60%-ից ավելին դեմ է իշխանությանը, եւ եթե խոշոր բևեռներ չձևավորվեն, ձայները կփոշիանան։ Ինչու են իրանք իրենց վստահ պահում, որ մարդիկ վախենան, որ մարդիկ մտածեն, որ անհնար է իշխանությունը փոխել, հետեւաբար իմաստ չունի գնանք ընտրության։ Այսինքն առաջին ուղերձը հետեւյալն է, որ բոլոր տեղամասերում, որտեղ 50 գումարած 1 մասնակցություն ա լինում, իշխանությունը պարտվում է այդ ընտրությունը։ Իմացեք ժողովուրդ, որ տեղամաս 50%-ից ավել մասնակից մտավ, կապ չունի ում ընտրել։ Իշխանությունը պարտվում է։ Մարուքյանի պատկերացմամբ իշխանության պարտությունից հետո արդեն խոշոր ուժերը կմիավորվեն եւ կառավարություն կձևավորեն։ Բոլորը պետք է իրենց ունեցած այդ էգոն դնեն մի կողմ, 2026 թվականին կանգնեցնեն այս շղթան։ Լուսավորի ղեկավարը հնարավորություն տեսնում է, որ քաղաքական դաշտում իրար հարող ուժերը փողզիչումներով հասնեն համախմբման։ Իր ղեկավարած ուժը պնդեց, որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու հարցով մինչ այս պահը դեռ քննարկումներ չի ունեցել։ Այսօր էլ կոնկրետ քաղաքական ուժերի անուններ չնշեց, որոնց հետ պատրաստվում են բանակցել նախընտրական դաշինք ձևավորելու օրակարգով։ Մենք չգիտենք, թե այդ քաղաքական միավորները ինչ ծրագրային կոնսենսուսների կարող են գնալ, այդ ամեն ինչը կլինի քննարկումներով։ Տեսեք, որ տարբեր ուժեր ասում են մենք միայնակ մասնակցելու ենք։ Լավ ինքնանպատակ է, դա Լուսավոր Հայաստանն էլ կարող է միայնակ մասնակցել։ Դա ինքնանպատակ է։ Այսինքն մասնակցենք միայնակ, թե փորձենք փոխել համակարգը, իշխանությունը փոխել։ 2026-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը, որն առաջիկայում կվերափոխվի կուսակցության։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականից պնդում են, թե այդ օրակարգով անգամ քննարկում չեն ունեցել։ Իրենք խոսում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով իշխանափոխության հասնելու մասին։ Նախընտրական դաշինքներին կողմնակից Էդմոն Մարուքյանը վաղ համարեց նշել, թե հետընտրական փուլում կհամագործակցի երկրորդ եւ երրորդ նախագահների ղեկավարած ուժերի հետ։ Քանի որ ես չգիտեմ այս պահին, մենք երբ որ կլինենք գրանցված ընտրական process-ում ուժ, եթե կլինենք դաշինք, ես ձեր այդ հարցին կպատասխանեմ։ Կլինենք Լուսավոր Հայաստան առանձին մասնակցող, ելի այդ հարցին կպատասխանեմ։ Հիմա ցանկացած նմանատիպ հարցը ինքը բանա ժողովրդի ասած ձուկը ջրում խոսակցություն, մեկ, եւ երկրորդ ինքը նաեւ բանակցային դիրքերը թույլատնող խնդիրալուծում։ Միակ բանը, որ Մարուքյանն այսօր բացառեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանագրի եւ նրանց աջակցող ուժերի հետ համագործակցությունն է։ Միանգամից ձեզ վերջերս հարցրեցին, ասեցին, բայց ինչ որ հարց էլի նմանատիպ ասեցին գործող իշխանության հետ ինչ կանեք, ասեցի մատաղուտելու էլ չենք գնա։ Այսինքն բացառելու մասով ես կարծում եմ
Դա է բացառված։ Վարչապետ Փաշինյանի կաբինետում 2 տարի հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը այսօր խիստ քննադատեց Փաշինյանի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը։ Կենտրոնացավ հատկապես եկեղեցու վրա, արձագանքելով ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ Փաշինյանի ամենաթարմ մեղադրանքին, թե վեհափառը տապալել է իր իսկ ընդունած կանոնադրությունը։ 2011 թվին ասում է մոտ ապագայում դա կընդունվի, 2011 թվից էլ անցել է եւս 14 տարի։ Այսինքն սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը։ Եթե Փաշինյանն այժմ էլ կաթողիկոսին մեղադրում է եկեղեցական նոր կանոնադրություն չընդունելու համար, սա եւս համարելով նրան հեռացնելու պատճառ, ապա Մարուքյանն էլ պնդում է. վարչապետն իր թիմի հետ միասին ոչ միայն չի կատարել կառավարության 21-26 թվականների ծրագիրը, այլ արել է այնտեղ գրածի ճիշտ հակառակը։ Պետք է ինքը հեռանա։ Պետք է ինքը մի այլ ձևի հեռանա։ Ինքը չի հասկացել ինչ տեսարյութ անել առավոտյան եկեղեցու կանոնադրության մասին։ Եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության կանոնադրությունը այդ կազմակերպության ներսում իրենց հարաբերությունների մասին է։ Ընտրությունների միջոցով մանդատ ստացած քաղաքական գործի տվյալ պարագայում իշխանության ղեկավարի գլխավոր փաստաթուղթը այն ծրագիրն է, որով նա ընտրվել է։ Բայց մեր համայնությունն ինչ է ասում։ Այդ փաստաթուղթը հաստատում է ազգային ժողովը, դրա վերաբերյալ հետո զեկույցներ են ներկայացնում, հաշվետվություն են տալի օրենսդիր մարմնին։ Եվ ինչ գրել է չի արել։ Չի արել ժողովուրդ։ 10 տարի առաջ հիմնադրված Լուսավոր Հայաստանի այսօրվա համագումարում Էդմոն Մարուքյանը վերընտրվեց կուսակցության նախագահ։ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին նոր քննադատություն կա։ Պարտավոր է, բայց չի հրավիրում ազգային եկեղեցական ժողով կանոնադրություն չի ընդունում։ Էջմիածնից հակադարձում են կանոններ ունեն, իսկ դրանք բարեփոխող հանձնախմբերի աշխատանքը խաթարված է կալանավորումների պատճառով։ Ամենասկզբում կուսակրոնության ուխտի խախտումներ, հետո առաջ եկավ դրսի ու ներսի ուժերին ծառայելու մեղադրանքը։ Այժմ էլ կաթողիկոսին ուղղվող հաջորդ մեղադրանքն է ծավալվում։ Եկեղեցու կանոնադրության ստեղծումը դիտավորյալ ձախողել է, որ ինչպես ուզի կառավարի, պարտավոր է ու չի հրավիրում ազգային եկեղեցական ժողով։ Փաշինյանի հետ հանդիպած, ապա վեհափառի հրաժարականը պահանջած եպիսկոպոսները նույնպես շեշտադրում են այս հարցը։ Անհրաժեշտ է մշակել եւ առաջին իսկ ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել եկեղեցու մի կանոնադրություն, որ հետ այսու կաթողիկոսների ու առաջնորդների հոգեվոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր սուրբ առաքելության իրականացումը։ Եվ ահա այս գրքերի մեջ է սահմանված։ Վարչապետ Փաշինյանը, որ հակակաթողիկոսական արշավի առաջին ամսում կանոնագիր քայոցի ծանր հատորներով զինված էր խորհրդարան գնում, այժմ նոր կանոնների անհրաժեշտությունից է խոսում։ Հոգևոր նորոգման նրա քարտեզում նոր կանոնագրքի ընդունումը երկրորդ տեղում է կաթողիկոսական տեղապահի ընտրությունից հետո։ Վեհափառին հեռացնելու կետ չկա քարտեզում, ենթադրաբար այդ հարցը Փաշինյանը լուծված է համարում։ Եվ հետևաբար շատ կարևոր է, որ հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին կընտրիչ Ներսյանի հեռացումից եւ տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը եւ ընդունմանը, որտեղ հստակ թափանցիկ կանոններ կգործեն, որոնք հասկանալի, տեսանելի կլինեն ոչ միայն հոգեվորականներին, այլև հանրությանը, այսինքն կլինեն հրապարակային եւ մեզ բոլորիս պարզ կլինի, թե եկեղեցին ինչ կանոններով, ինչ արժեքներով է ապրում։ Մայրաթորը կանոնադրության բացակայության վերաբերյալ պնդումները անհարկի է համարում։ Եկեղեցական ժողովների ընդունած կանոններով ու հայրապետական կոնդակներով են առաջնորդվում դարեր շարունակ, իսկ նոր կանոնադրության կամ եկեղեցական սահմանադրության ուղղությամբ աշխատում են։ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները, վերջնական տեսքի բերելու հայ առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր եւ հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։ Էջմիածնից արձանագրում են նաև, որ կանոններ մշակող հանձնախմբերի աշխատանքը խաթարված է, որովհետև դրանց ատենապետերը ազատազրկված են։ Իսկ ինչու ազգային եկեղեցական ժողով չի գումարվել կաթողիկոսական ընտրությունից 99 թվականից այս կողմ։ Եկեղեցու գերագույն այս մարմնինն են ամենակարևոր գործառույթները կաթողիկոս ընտրելուց մինչև դավանաբանական ու կանոնական որոշումների վավերացում։ Մեր եկեղեցական կանոնների մի մասը դրանք գալիս են ավանդությունից։
Եպիսկոպոսական ժողովի կանոնադրությունը եւ մյուս կանոնադրությունները պատրաստ են, նախապատրաստ են, բայց ազգային եկեղեցական ժողով չի գումարվել, որ դրանք հաստատվեն վերջնական։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Վազգեն arczepiskopոսը հիշում է Գարեգին II-ն իր ընտրվելուց անմիջապես հետո փոփոխությունների ինչ հույս էր տալիս։ Ասես տղաներ, գալիս են բոլորի երազանքներ իրականացնելու, բարեփոխումներ, փոփոխություններ, ամեն հարցեր, կուսակրոնությունից սկսած, կառավարման համակարգից, ամեն ինչից, բայց մենք մնացինք նույն տեղում, որտեղ որ կայինք։ Երազանքներից մեկն էլ կուսակրոնության ուխտի վերացումն էր, բայց ոչինչ չփոխվեց։ Վերջին կես տարում պետություն եկեղեցի բանավեճում կողմերը հողում են անում դարերի վաղեմության կանոնների, օրինակ ճիպոտահարել անհնազանդին կամ շնացողին եւ այլ ոչ նորաձև պատժատեսակներ։ Էջմիածինն այժմ հույս է տալիս կանոնադրական ուղենիշները կան, առաջիկայում կհրավիրվի ազգային եկեղեցական ժողով, իսկ նախկինում այդպիսի ժողովներ չհրավիրվեցին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով։ Հուսով ենք, որ առաջիկայում Մայրաթոր Սուրբ եկեղեցում տեղի կունենա ազգային եկեղեցական ժողով, որը կպատասխանի եւ լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։ Թե երբ կհրավիրվի Մայրաթորից ասացին, չգիտեն, որ եկող տարի մի ժողով են անելու, որ հետո էլ ազգային եկեղեցական ժողով կազմակերպեն, Ազատության հետ զրույցում դեռ ամռանն ասել էր Գևորգ եպիսկոպոսը։ Դա նախապատրաստական ժողով է, որի նպատակը հետագայում ազգային եկեղեցական ժողով անելն է։ Այդ ժամանակ այս սրբազանը դեռ հակակաթողիկոսական արշավին չէր միացել եւ կտրուկ էր ժխտում, թե վեհափարի հրաժարականի թեմա կարող է շոշափվել այդ ժողովներում, որովհետեւ կուսակրոնության ուխտ է խախտել։ Ասելով չի, շատ բան են ասում։ Ես էլ ասում սուտ են ասում։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության ուխտից չի խոսում։ Ենթադրաբար այն պատճառով, որ Վեհարանի ազատագրական պայքարին միացած միաբանների այդ առումով խոցելի լինելու մասին նույնպես մամուլը բազմիցս է գրել։ Նախկինում ակտիվ կանոններ էր մեջբերում։ Ասում է, եթե տանտիկին պահի կարգալույց լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Հաջորդը իթ կանոնը Այժմ նոր կանոններ են պետք, եթե պետք լինի կառավարությունը խորհրդատվական աջակցություն էլ կցուցաբերի։ Սահմանադրության որ հոդվածով է դա էլ կարանք այդ հասկանանք։ Վերցնենք ու սկսենք ներկայացնել ճանապարհային քարտեզ, ասենք որևէ կազմակերպություն ներկայացնում է ճանապարհային քարտեզ մեկ այլ կազմակերպության համար, որի գործերի մեջ մտնելու իրավունքը սահմանադրությամբ չունի։ Հիմա ինչի մասն է խոսքը։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Փաշինյանի պլանը կաթողիկոսական տեղապահի ու նոր կանոնագրքի վերաբերյալ անընդունելի է համարում։ Բովանդակությունը կապ չունի, վարչապետը եկեղեցու գործին է խառնվում։ Իսկ Փաշինյանի պլանով հենց նոր կանոնագրքով էլ կանցկացվեն կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Իդեպ նույնիսկ վեհափարի հեռացումը պահանջող հոգևորականներն են ասում, որ կանոնական գրքերից ոչ մեկով ցմահ ընտրված կաթողիկոսին հեռացնելու ձև չկա, եթե ինքը չի ուզում։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւս 2 ամիս կմնա բանտում։ Դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը Ազատությանը, փոխանցեց փաստաբան Ռոման Ահարոնյանը, ով անհիմն է որակում դատարանի որոշումը։ Մկրտիչ սրբազանը հոկտեմբերին է կալանավորվել։ Նա մեղադրվում է 2 հոդվածով ընտրական իրավունքին խոչընդոտել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով եւ հավաքներին մասնակցելուն հարկադրել է կրկին լիազորություններն օգտագործելով։ Մկրտիչ եպիսկոպոսը այս մեղադրանքները չի ընդունում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթավերջին Բերլինում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ եվրոպացի այլ առաջնորդների հետ խաղաղության բանակցությունների կարգավիճակը քննարկելու համար, հայտնել է Սպիտակ տունը։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բերլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարներին, հաջորդ երկուշաբթի Զելենսկու կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումին մասնակցելուց մի քանի ժամ անց։ Գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումից հետո Ուկրաինայի Օդեսա քաղաքում եւ հարակից շրջաններում այսօր էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են եղել։ Մոսկվան 2022 թվականի ներխուժումից ի վեր պարբերաբար ռմբակոծում է Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ինչի հետևանքով ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում։ Ռուսական կողմն էլ այսօր հայտարարել է Սարատով քաղաքում բնակելի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածների մասին, որոնց հետևանքով 2 մարդ է զոհվել։ Կիևը դեռ չի մեկնաբանել։
Ովքեր են Հայաստանի ամենախոշոր հարկատուները եւ որ ընտանիքներն են տնօրինում Հայաստանի տնտեսության զգալի մասը։ Ռոբերտ Զարգարյանը ուսումնասիրել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը եւ պարզել, որ Հայաստանի տնտեսության 1/6-ը պատկանում է 15 ընտանիքների։ 15 ընտանիք տնօրինում է Հայաստանի ամբողջ տնտեսության, դրա շարժի, շրջանառության ու արտադրանքի առնվազն 16%-ը։ Ու մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի գլխավոր ամբիոնից սոցիալական արդարության մասին է խոսում, Երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում։ Հարստության բաշխման բևեռացումը շարունակում է չլուծված մնալ, դրա մի զգալի մասը փոքրաթիվ մարդկանց ձեռքին է։ Անկախացումից ի վեր այս խնդիրը չի լուծվում։ Այս ընտանիքներից որն ինչ մասնաբաժին ունի Հայաստանի տնտեսությունում, պատկերը հասկանալու համար Ազատությունն ուսումնասիրել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, նույնականացրել նրանց բիզնեսներն ու պարզել 15 հարուստներ իրենց ձեռքում են պահում ամբողջ շարժի մոտ 16%-ը։ Վճարված հարկերը վկայում են ընկերությունների եկամուտների շրջանառության եւ ընդհանրապես նրանց բիզնես հաջողությունների մասին ու քանի որ 1000 խոշորներն ապահովում են Հայաստանի հարկային մուտքերի առյուծի բաժինը, Ազատությունը հենց այդ ցանկով է առաջնորդվել ու ներառել այն ընկերությունները, որոնք կամ ուղիղ այս ընտանիքների անունով են գրանցված, կամ էլ նրանք ընդունել են, որ այդ բիզնեսներն իրենցն են։ 2025-ի առաջին 9 ամիսներին Հայաստանի բոլոր ընկերությունները լինեն փոքր թե մեծ կամ անհատ ձեռնարկատեր, միասին վճարել են 5.2 միլիարդ դոլար։ Սա պետության ընդհանուր հարկային մուտքերի թիվն է։ Այս գումարի առնվազն 1/6-ը 15 ընտանիքի պատկանող բիզնեսներից է հավաքվել։ 5.2 միլիարդ դոլարից նվազագույնը 860 միլիոն դոլար է։ Եվ այսպես ով ինչ բաժին ունի։ Հիմա բիզնեսմեն եմ։ Զգալի մասնաբաժին Ալեքսանյաններն ու նրանց հարազատներն ունեն։ Նախկին հանրապետական падգամավորի ընտանիքին ու նրանց հարազատներին պատկանող բիզնեսները նույն ժամանակահատվածում ընդհանուր 229 միլիոն դոլար են վճարել։ Խոսքը միայն 1000 խոշորների ցանկում ներառվածների մասին է։ Միայն այդ ընկերություններից հավաքված գումարը Հայաստանի ամբողջ հարկային մուտքերի 41%-ն է։ Նրա հարազատներին հաջողվում է անգամ աշխարհաքաղաքական իրադարձություններից աննախադեպ օգուտներ քաղել։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն Արթուր Պետրոսյանին պատկանող Mobile Center Art ընկերությունը ոչ ավելի, ոչ պակաս երկրի ամենամեծ հարկատուն է։ Տնտեսագետները միակարծիք են, պատճառը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են։ Այս ընկերությունը հեռախոսներ եւ էլեկտրոնային այլ սարքեր է վերաարտահանում։ Իսկ հենց Ալեքսանյանի ու նրա ընտանիքի անմիջական անդամների բիզնեսները շարունակում են բարգավաճել։ Երևան City-ն ամենախոշոր ակտիվն է։ Բաղրամյանի ալյուրի գործարանը նույնպես ավելի քան 10 միլիոն դոլար է վճարել։ Հենց այս ընկերությունը վերջերս Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրեց։ Նախկին падգամավորին ու նրա հարազատներին պատկանող 10 այլ ընկերություն նույնպես ներկայացված է խոշորների ցանկում։ Ալեքսանյանների բիզնեսներին շատ չեն զիջում Վարդանյան եղբայրների ընկերությունները։ Նրանք 210 միլիոն դոլար են վճարել, ընդհանուրի 4%-ը։ Ծխախոտ արտադրող նրանց երկու ընկերությունները Grand Tobacco-ն ու International Masis Tobacco Հայաստանի 10 ամենախոշոր բիզնեսների թվում են։ Տպագրությամբ զբաղվող Grand Master-ը 21 միլիոն է ապահովել, 17 միլիոնի մասնաբաժին Grand Candy-ն ունի։ 1000-ի ցանկում Վարդանյաններն այլ ընկերություններ ունեն։ Վերջին տարիներին Հայաստանում ծաղկում են վիճակախաղերն ու օնլայն կազինոները։ Մինչ իշխանությունները դրանց դեմ պայքարի մասին են հայտարարում, ոլորտի խոշորագույն խաղացողներից բադալյանները շարունակում են իրենց բիզնեսները զարգացնել։ Եղբայրների ընկերություններից 2025-ի առաջին 9 ամիսներին մոտ 53.8 միլիոն դոլար հարկ է հավաքվել։ Սրա առյուծի բաժինը խաղերի ոլորտում աշխատող Soft Construct-ինն է։ Երկրի 100 ամենախոշորների ցանկում է նաև նրանց պատկանող Fast Bank-ը։ Ոլորտի մյուս խոշոր խաղացողը Նոա ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանն է։ Նրա բիզնեսներից 53.5 միլիոն դոլար է հավաքվել։ Հայտնի մյուս բուկմեքերական հարթակը հենց նրան է պատկանում։ Digitain ընկերությունը մոտ 44 միլիոն դոլար է վճարել։ Օնլայն խաղերի ոլորտում աշխատող նրա մեկ այլ Imagine Live ընկերությունը 4.2 միլիոն է վճարել։ Խոշորների ցանկում են նաև Armenia Wine գինու գործարանը ու մի քանի այլ բիզնեսներ։ Ցանկում նաև իշխանականներ կան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքասյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից 47.3 միլիոն դոլար է հավաքվել։ Սուքասյաններին են պատկանում
Հայ-Էկոնոմ բանկը, Fly1 Armenia ավիաընկերության 50%-ը։ Սուքիասյաններին փոխկապակցված մեգա թրեյդն էլ վառելիքի շուկայում է գործում, պայմանագրեր կնքում ու բենզին մատակարարում նաև պետական կառույցներին։ Հաջորդ գումարման խորհրդարանում Խաչատուր Սուքիասյանը մանդատ չի ունենա։ Նա իշխող կուսակցության ցուցակում չի լինելու։ Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, որոնք 1000 խոշորների ցանկում են, 44.3 միլիոն դոլար են վճարել։ Վերջին ամիսներին իշխանությունները նրանց տեղական ամենամեծ ակտիվը Հայաստանի էլեկտրական ցանցերն ազգայնացնելու գործընթաց են սկսել, թեև միջազգային արբիտրաժը հրատապ որոշմամբ արգելել է նման քայլերը։ 31 միլիոնը միայն այս ընկերության հարկերն են։ Խոշորների շարքում են նաև Dalma Mall-ը, Prio Mall-ը, որի բաժնեմասերի կեսն է իրենց պատկանում, էներգետիկ ոլորտում գործող միջազգային էներգետիկ կորպորացիան, Տաշիր Պիցան։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասնաբաժինը 42 միլիոն դոլար է կազմել։ Վառելիքի շուկայում գործող Ֆլեշը Հայաստանի 22-րդ ամենամեծ ընկերությունն է, 28.7 միլիոնի հարկերով։ Խոշորների թվում է նաև Արարատ բանկը 12.5 միլիոն դոլար ցուցանիշով։ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները հեղափոխությունից հետո քրեական գործերով են անցնում։ Նրանց պատկանող բիզնեսներն ընդհանուրի մեջ այժմ էլ զգալի մասնաբաժին ունեն, 29.7 միլիոն դոլար են վճարել։ Ամենախոշոր բիզնեսը Յուքոմն է։ Հայաստանի ամենամեծ 1000 բիզնեսներից մի քանիսը նույնպես նրանցն են։ Տարիներ առաջ Յուքոմից դուրս եկան Ուկապի թիմ ընկերությունը հիմնեցին Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։ Եղբայրներին պատկանող բիզնեսները 25 միլիոն դոլար են վճարել։ 1000 խոշորների ցանկում մի քանի ընկերություններ նաև հանրությանը ոչ այդքան հայտնի մարդիկ ունեն։ Կահույք վաճառող Դոմոսի բաժնետեր Արմեն Մուրադյանի ընկերություններից 15.7 միլիոն է հավաքվել։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սասուն Ավետիսյանի ընկերությունները 44.2 միլիոն դոլար են վճարել։ Իշխանությունները հաճախ խոսում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կարողությունների մասին, թեև տարիներ շարունակ հնչեցված թվերը ու նրանց գույքի մասին պաշտոնական տվյալները հեռու են իրարից, Քոչարյաններն այդուհանդերձ մի քանի ընկերություններով ներկայացված են խոշորների ցանկում 13.3 միլիոն դոլար հարկերով։ Ամենամեծը Toyota Երևանն է, որի 30%-ն է ընտանիքինը։ Վերջերս ցանկում հայտնվեց նաև երկրորդ նախագահի Հարսի Սիրուշոյի ընկերությունը, Սիրուշո Production-ը։ Գրեթե նույնքան մասնակցություն ունի նախկին հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանի ընտանիքը, ամենախոշորը SAS Group-ն է, 9.4 միլիոն դոլարով։ Վերջին տարիներին սուպերմարկետների շուկայում Սարգսյաններին ու Ալեքսանյաններին նոր մրցակից է հայտնվել։ Նարեկ Նալբանդյանի կարողությունները արագ տեմպերով են աճում, նրան է պատկանում 8 ցանցը, վերջերս էլ Նալբանդյանը ծիրանը ձեռք բերեց, նրա բիզնեսներն ընդհանուր 5.1 միլիոն են ապահովել։ Տնտեսությունում մեծ մասնաբաժին ունեցող ընտանիքների ցանկը դեռ կարելի է շարունակել։ Սրանք ամենահամեստ հաշվարկներն են։ Նրանք բիզնեսներ ունեն նաև ոչ խոշորների շարքում։ Գուցե այլ ընկերություններ ընտանիքից դուրս երրորդ անձանց անունով են գրանցված։ Հնարավոր չէ բացառել նաև ստվերային շրջանառությունը։ Սոցիալական բևեռացվածությունը Հայաստանում բավական մեծ է։ Ամենաաղքատը համարվող Շիրակի մարզում անապահով են բնակչության գրեթե կեսը։ Գյումրիի անապահով ընտանիքներին ավելացել են նաև 2023-ից հետո Արցախից տեղահանված ընտանիքները։ Ինչպես են նրանք գոյատևում ձմռանը։ Թոշակեցիցեմ տխմելով կենեմ, վարելիք ես շատ է կուզեմ։ 84-ամյա Ժենյա Մեժլումյանը միայնակ է ապրում, վատառողջ է, դժվարությամբ է քայլում։ 40,000 դրամ թոշակը հազիվ հերիքում է ցամաքացին, երբեմն նաև խանութից պարտքով է հացը վերցնում։ Թոշակից խնայել ու մի երկու պարկ փայտեր գնել, բայց ավելին արդեն գումարը չի հերիքել։ Էս փեդը եկել գումեչոք, արել քանի մեջոքի նորի տնից առաջ։ Թոշակիցը տվեցիր։ Էդ իշքան փող ստանաս թոշակից դոս տվեցիր։ Թոշակից, չեմ ուդե։ Շիրակ կենտրոնը շուրջ 1.5 տասնամյակ է մարզի խոցելի ընտանիքներին ամերիկահայ բարերարների աջակցությամբ վառելիք, սնունդ ու հագուստ է տրամադրում։ Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է, իրենցից օգնություն հայցողների թիվը այս տարի ոչ թե պակասել, այլ ավելացել է։ Հատկապես ձմռան նախաշեմին ավելի է սրվում իրավիճակը, երբ ծայրը ծայրին հասցնող մարդիկ նաև ջեռուցման խնդրի առաջ են կանգնում։ Վառելիքի տրամադրման այս ծրագիրը լավագույն բարոմետրն է աղքատության
արտադրության պատկերը տեսնելու համար, ասում է Թումասյանը։ Ոչ թե պակասել է վարելիք խնդրող կամ կարիք ունեցող մարդկանց թիվը ընտանիքների թիվը, այլ ավելացել է, որովհետև ընտանիքները տարիների ընթացքում իրենք ծերացել են եւ երիտասարդ ընտանիքների քանակը պակասել է, աշխատող մարդկանց քանակը պակասել է, դրա փոխարեն ավելացել են միայնակ տարեցները, հաշվանդամություն ունեցող, հիվանդություն ունեցող ընտանիքները։ Դրանք գումարած վարելափայտ գրեթե շուկայում չկա, տեսնում եք, եւ մարդիկ նաեւ թանկացումները, սննդամթերքի թանկացումներ, գազ, լույս, չգիտեմ, ապրելը թանկացել է եւ իրենք չեն կարող իրենց ծննդյան վարելիքի խնդիրը լուծել։ Ամեն տարվա նման այս ձմեռ էլ Թումասյանը շրջում ու վարելիք է հատկացնում դրա կարիքն ունեցողներին։ Ղանդիլյանները տնակում արդեն 6 տարի վարձով են ապրում։ Արցախյան պատերազմի մասնակից 2 եղբայրների եկամուտը հաշմանդամության թոշակն ու նպաստն է։ Ստիցնտ իսկ կդրենք ծառները հայատներից թոփ կենենք դելից ենք մարտիկ այսպես պարոն Թումասյանի պես լավ մարդիկ կան էլի բերենք մեկ Հերիկում է հետ։ Չէ 36,000 ինչ պիտի հերիք է 36,000 լուսի փող կուտած, վարձի փող կուտած, տեղի փող կուտած դիան է կմնաս այսպես Ընտանիքը նույնիսկ չի կարողանում անկողնում գանված եղբոր համար թթվածնի սարք գնել։ Պետությունը չի տա այդ սարքավորումը։ Շատ թանկ է, ինչքան է սարքավորումը։ 73,000 դրամ է, հա։ 70-ամյա Ռոզա Ավակյանը միայնակ է ապրում տնակում արդեն 37 տարի։ Փեդս է, ինչս է։ 58,000-ին ինչը հերիք են քուրջան, տեղի փող, կոմունալի փող, ուդելու փող, ոչ շոր, ոչ կոշիկ, ոչ մի բան, բայց չի հերիք է, հացի թամամ ցամաք հացի պարաչեդիկ, ինչ փող։ Վարչապետը ասում է բիզնեսով թող զբաղվենք, կզբաղվենք։ Ես բիզնեսով, այս տարիքից ինչ բիզնես։ 70 տարեկան կինը, ինչ բիզնես, քուրջան։ Ասում է թող թոշակառները բիզնես անեն։ Ինչ բիզնես են ես։ Բայց պետք է չգիտեմ, դիքանելու է, ես չգիտեմ ինչ բիզնեսի մասին է խոսքը, բայց ես այդ ոնց չեմ աթերու։ Վահան Թումասյանն ասում է Գյումրիի անապահով ընտանիքներին այս տարի գումարվել են նաև գյուղական համայնքների խոցելի խմբերն ու 2023-ից հետո Արցախից տեղահանված ընտանիքները։ Վիճկոմի վերջին տվյալներով Շիրակի մարզում աղքատ է բնակչության գրեթե կեսը, 43%-ը։ Շիրակին հաջորդում է Տավուշը շուրջ 40%-ով։ Ինչու չի հաղթահարվում աղքատությունը մարզում։ Տարիներով խոցելի ընտանիքների խնդիրներով զբաղվող Վահան Թումասյանի կարծիքով իշխանության վարած քաղաքականությունը արդյունավետ չէ։ Այսօր վարելափայտ ենք Պերեջակ Յուրիջյանի հովանավորությամբ Աբաշնոր քաղաքական էլիտա, այսպես կոչված, եւ շատ սոսկալի, շատ վատ արհամարհական վերաբերմունք Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հանդեպ։ Եթե այդ ամբողջի պարագայում նաեւ այսքան կանք որ էլի Գյումրին կա, փողոցներ, սիրում են Գյումրին, ուրեմն պատկերացրեք, այս գյումրեցիները իշքան հզոր ժողովուրդ են, որ նման իրավիճակում հլասկան կան, ու նաև մի հատ էլ Հայաստանի լավագույն քաղաքն է։ Այսինքն պատկերացրեք, ինչ է ասում, Հայաստանի լավագույն տուրիստական մայրաքաղաքը, սև ադամանդը, չգիտեմ, միջազգային մագարտակի պատմամշակութային հուշարձաններով հարուստ քաղաքը ամենաաղքատն է։ Կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում։ Վարչապետ Փաշինյանը աղքատության հաղթահարման ճանապարհ է համարում կրթությունն ու աշխատանքը, բայց նույնիսկ պաշտոնական թվերն են փաստում։ Բուհավարտած ավելի քան 100,000 մարդ Հայաստանում չքավորության մեջ է ապրում։ 2024-ի տվյալներով նրանք չեն կարողացել ամսական գոնե 53,000 դրամ ծախսել, այսինքն հաղթահարել աղքատության միջին շեմը։ Պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում աղքատ է բնակչության 21,7%-ը։
Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար նորություններին հետևեք ազատություն.am կայքեջի և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի օրը ժամը 16-ից։ Հաջողություն։